մեկ տարի, մեկ ամիս, 8 ամիս կալանքի տակ նուբարաշային քրեակատվական հիմնարկում, 5 ամիս տնային կալանքի տակ, այն բանի համար, որ 307 էջից բաղկացած շուրջ 15,000-ից ավել տողերի մեջ ընդամենը 6 տողում 6 անգամ անձանց միջև հոլովել է Վահագն Չախալյանի ազգանունը, ու էդ էլ հարց է Վահագն Չախալյանը տենտապես Չախալյան ազգանունը, այսինքն Վահագն Չախալյանը մեկ տարի, մեկ ամիս կալանքի տակ է, որ 6 անգամ ընդամենը հոլովել է վերջնից ազգանունը, որ հայտնի չի, Չախալյան Վահագնը, թե Չախալյան ազգանունը, և այսօր հանրային մեղադրողը ընդամենը հղում է կարգավորում, ասում է, քանի որ դատանը նման բան է որոշել, որևիցե փոփոխություն առկա չէ, այսինքն մեկ տարի, մեկ ամսվա ընթացքում, երբ որ Վահագն Չախալյանի կողմից որևիցե զանցանք, հանցանք, որևիցե անօրինական գործողություն, արար չի կատարվել, սա չի վկայում այն մասին, որ վերջապես մեկ տարի, մեկ ամիս հետո և տնային կալանքը 5 ամիս հետո առնվազն գոնե չի նվազել այնքան, որ ոչ թե տնային կալանքը, այլ ալետրանքային խափաման միջոցները չկարողանան ապահովել ենթադրյալ 6 տողանոց մեղադրանքով Վահագն Չախալյանի հետագա վարքի օրինապահ գործունեությանը, այսինքն և կարող վարույթը խոչընդոտի, բայց պարտի թե ինչ կերպերով, և կարող նոր հանցանք կատարի, այնիշ նախկինում դատատություն չունեցող անձը, որը օրինապահ և օրինակելի վարկագիծ է դրսևորել։ Նախքան շարունակելը պատվարժան դատարան, շատ կարևոր հանգամանք, սա կարծում եմ որպես ակտումա պետք է ընդունվել, որ որևիցե միջնորդություն հանրային մեղադրողների կողմից, որևիցե որոշումներ դատանի կողմից չեն կարող արգելել Վահագն Չախալյանին իր ազատ արտահայտվելու կարծիքը դադարեցնել, չեն կարող արգելել Վահագն Չախալյանին որպես հայ մարդու արդարության, իր երկրի ապագայի ճշմարտության համար պայքարելուց։ Վահագն Չախալյանը այն լավ հայ մարդու տեսակն է, որ չեն կարող նմանատիպ արտաքին ազդեցություններ վերջինից ձևավորված մարդկային հայրենասիրական հատկանիշների վրա ազդել, հնարավոր չի։ Ենթադրում եմ, որ որպես ակտիվը ընդունվի, ապա նաև Վահագն Չախալյանի նկատմամբ որպես այդպիսի խափաման միջոց, ընդհանրապես խափաման միջոց կիրառելու հանգամանքը իմաստազուրկ կդառնա։ Պատվարժան դատարանը մենք նախորդ կալանքի ժամկետները երկարացնելուց հատկապես երբ որ քննարկվում էր Վահագն Չախալյանի տնային կալանք ժամկետը երկարացնելը մենք բազմիցս անգամ վկայակոչեցինք վերջինիս երկու անչափահաս երեխաների խնդիրները, սոցիալական խնդիրները, բանկային խնդիրները եւ առայժմ ոչինչ չի փոխվել պատվարժան դատարան։ Կրկին Վահագն Չախալյանը որպես հայ տղամարդ պատասխանատվություն է կրում իր 3 զավակների նկատմամբ, բայց չի կարողանում այդ պատասխանատվությունը որպես հայ մարդ նորմալ կրել, որովհետև մարդը չի կարողանում աշխատել ընտանիքը ապահովել։ Եվ ի տարբերություն մեծ եւ շատ շատերը ովքեր Հայաստանում ունեն բարեկամ շատ այլանդիկ, որոնք կարող են ձեռ մեկնել, Վահագն Չախալյանը այսօր տարիներ առաջ Հայաստան վերադառնալուց հետո ամբողջ իր ազգանունը գտնվում են Վրաստանի Հանրապետությունում, Հայաստանից դուրս։ Եվ օգնողեր չունի, որպեսզի այդ հարցում մեկ իր ընտանիքին գա մեկ շաբաթ այդ երեխեքին մի տեղ տանի կամ բերի։ Ամառվա ընթացքում ես կամ շատերս մենք զրկված չենք եղել մեր երեխաներին մի հատ տեղ տանելու, մի հատ Սևան կամ մի տեղ երեխաները որպեսզի ամառ անցկացնեն։ Հիմա այս պարագայում այդում է վստահ եմ, եթե հարգարժան հանրային մեղադրողներն են ընտանիք եւ երեխաներ, նրանք էլ զրկված չեն։ Բայց Վահագն Չախալյանը զրկված է։ Զրկված է ինչի, որովհետեւ ընդամենը 307 էջի մեջ 6 նախադասության մեջ 6 անգամ հոլովել է վերջից ազգանունը, Չախալյան ազգանունը։
Հիմա այսքանից հետո եկել ենք մենք խոսում ենք իրավաչափության մասին։ Եթե 1 տարի 1 ամիս հետո չեն նվազել, եթե այս մարդը որևիցե հանցանք կամ անօրինական քայլ չի կատարել, դրսևորա պաշար վկայից, եթե այս մարդը Լուբարաշեն քրեակատարական հիմնարկում, այս վիճակով կյանքին վտանգ սպառնացող վիճակում, երբ որ երեկանների քարերը հարկասու չխտանվեցին, եւ նույնիսկ դատանը վերջինս առողջությանը վատանալու կտրուկ բարձրով տեղափոխեցին հիվանդանոց, հիմա հարկասու որոշակի բուժման գործընթացում լավացել է վերջինս վիճակը։ Եվ այս բոլորը այս խափամիջոցների արդյունքում ել է։ Լավ, վերջը վստահ եմ, որ ոչ միայն Վահագն Չախալյանը, դավիճում նստած բոլոր անմեղները արդարացվելու են։ Լավ, բայց այդ փոխհատուցումը, որ ռեալիտետի շրջանը գա, այդ գումարը չի կարող փոխանել այդ մարդու, հոգեկան ապրումները, այդ մարդու երեխաների ապրումները, ոչ մի բան չի կարող փոխանել մարդասիրությանը, պատվարժան դատարանը։ Այստեղ մենք խոսում ենք ոչ միայն իրավական առումով, այլ մարդասիրության առումով։ Ինչ տնային կալանք երկրաստան մասին կողե խոս լինել։ Ես բացից անգամ նշել եմ, ենթադրյալ, որ այդպես չի, հանցագործությունը, որ ենթադրենք տեղի ունեցել հանցագործություն, ենթադրենք այս գործի մեջ դա ինչքան էր, որ հանրային մեղադրողներն ասում են, բոլորը համակատարողներ են, որ չի կարող նման բաներ, հատկապես ահաբեկչության մեջ պատվարժան դատարանը, չի կարող միանգամից բոլորի մոտ իրավական մի քիչ դուրս են գալու ահաբեկչություն անեն, այսպես եթե թեկուզ ենթադրենք, որ այդպես ինչ-որ շինծու մեղադրանք կա, լավ էս բոլոր իրավական աստիճանավանդակների վրա, լավ վերջապես պիտի հաշվի առնվի Վահագն Չախալյանի դերակատարումը ինչ ա եղել, որ հատվածում ա գտնվում, ամենավերջի աստիճանավանդակին ա գտնվում, նա որևիցե մեկ էստեղ դահաճում նստած մեղադրյալներ չունեն, որևիցե մեղ չի գործել, ոչ հանցած չի գործել, սակայն ենթադրյալ հանցագործության մեջ էլ Վահագն Չախալյանի դերակատարը պետք է հաշվի առնվել։ Եվ փառք Աստծո, որ գոնե այսօր 18 անմեղներից 15 անմեղները այլընտրանքային խափանամիջոցներ են կրում։ Եվ շատ վատա, որ Բաղրատ Սրբազանը, Արկուս Սարգսյանը եւ Վահագն Չախալյանը նրանին կալանք են կրում։ Վաղ ուշ նրանց խափանամիջոցը պետք է լուծվի։ Բայց մի պահ պատկերացնենք իրավական նման հանցավոր խմբի մեջ ենթադրյալ դերակատարում ունեցող Վահագն Չախալյանին, ապա Վահագն Չախալյանը այսօր 5 ամիս տնային կալանք է կրում, պատվարժան դատարան։ Ավելին Վահագն Չախալյանի վերջի որոշման մեջ, ձեր նախագահությամբ կայացված որոշման մեջ նշված է Չախալյանի մեղադրյալ Վահագն Ռուբենի Չախալյանին շփում ունենալ հյուրընկալել այլ անձանց, նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ։ Այնինչ նման բան արգելված չի մյուս Արարական խփանչոց կրող մեղադրյալներին եւ շատ լավ արգելված չի, շատ ճիշտ է, ընդհանրապես ոչ մի խփանչոց պետք է չլներ, բայց այստեղ որտեղ է այդ իրավաչափությունը, որտեղ է այստեղ արդարության սկզբունքը։ Պատվարժան դատարան, ես եմ պնդում իմ նախկինում ասված բոլոր այն միջոցառման ժամանակ հնչեցված հանգամանքները, որ Վահագն Չախալյանը նախկինում դատապարտված չի, այսօր որպես հայ մարդ դուրս խնդիր ունի ընտանիքը պահելու։ Որպես հայ մարդ իր անձնական կարծիքը արտահայտելու եւ ազատ իր կամքը դրսևորելու, իր հայրենիքի ազգի պայքարելու համար այսօր այստեղ գտնվում։ Այս ամենից զատ պատվարժան դատարան վերջապես 1 տարի 1 ամիս հետո լավ հետ չնվազեց այս Վահագն Չախալյանի կողմից ենթադրյալ խոչընդոտելու հանգամանքը կամ այլ հանցանքատելու հանգամանքը հաշվի չառնելով լավ որ նախկինում դատապարտված չէր այս 1 տարի 1 ասածում օրինակով վկայ դրսևորել լավ հեշտ չի նվազել որպես այդպեսին այսինքն պետք է Վահագն Չախալյանին շարունակեն տնային կալանքի տակ պահել մենակ նրա որ ենթադրվում է որ կարող է նույն Վահագն Չախալյանը ազատ կամքը դրսևորել կամ դատարանի դահուկում կամ սկսի խոսալ իշխանությունների հասցեին Ես մեկ պաշտպանական կողմ այսպես անցալում է ամեն ինչ, պատասխան դատարան, սա որպես պատիժ տրամադրվում Վահագն Չախալյանի ոչ թե խափանամիջոց։ Պատասխան դատարանը հարարկում եմ պաշտպանական կողմը միջնորդում ենք կիրառել բացակայել ուղղակի խափանամիջոցը։ Այո, պատասխան դատարան ոչ թե վարչակացող, այլ բացակայելու արգելք, որովհետև 1 տարի 1 ամիս հետո դրսևորելով նման վարկագիծ 1 տարի 1 ամիս հետո որևիցե փաստական հանգամանք հայտնի չի դատանի ոչ էլ հանրային մեղադրողի դա պետք է հաշվի առնել որ եթե հայտնի չի ապրել 1 տարի 1 ամսից ոչ կարող չնվազի Վահագն Չախալյանի նկատմամբ խափանցուցը փոխելու հանգամանքը եւ
տնային կալանք կիրառելու խափման միջոցը այո իզորու է եւ տեղին կլինի եւ արդարացի կլինի, որպեսզի Վահագն Չախյանի նկատմամբ եւ բացակայել խափման միջոցը, որովհետեւ բացակայելու արգել մեկ այլ քերական վարույթով կիրառված լինելու հանգամանքներում Վահագն Չախյանը նույնպես դրսևորել է շատ պաշար վկայից այս տարիների ընթացքում։ Հասկանա պատվաժան դատը։ Մեղադրել է ցանկալու արտադրել։